Ողջույն, Բուն TV-ի եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի այս շաբաթվա թողարկումն է։ Նոր բան չեմ ասի եւ նոր բան չեմ ասի տակ եկեք մենք հասկանանք, որ մենք ոչինչ նոր չենք հորինելու նախորդ շաբաթվա իրադարձությունները մեկնաբանելիս, քանի որ այնինչ տեղի ունեցավ ըստ էության մեր հավաքականի հետ, նաև երիտասարդական հավաքականի հետ, մասնավորապես ընկերական երկրորդ խաղում շատ բարդ է տրվում մեկնաբանության։ Իհարկե մենք փորձենք ինչ-որ մտքեր քաղել, տեսնել դրականն ու բացասականը, ըստ այդմ նաև հասկանալ, թե ինչ է սպասվում հետագայում հենց մեզ համար եւ ինչ է սպասվում առհասարակ այս հավաքականին մոտ ապագայում, չէ որ ազգային ընտրանին այս տարի աշնանը արդեն սկսելու է մեկնարկելու է պայքարը աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Կրկնում եմ, այդ առումով որևէ նոր բան եւ նոր միտք, ինչ որ մի սփոփիչ խոսք, որը կբացատրի այս ամենը, դժվար թե ես կարողանամ գտնել, բայց մեկ բան միանշանակ է, ես կփորձեմ հասկանալ, միասին փորձենք նաեւ հասկանալ դրա պատճառները եւ շարունակությունը, հետագան, ապագան, առհասարակ մեր ապագան, քանի որ ոչ միշտ է, որ երկրպագուները կարող են տևական ժամանակ նման պարտությունների եւ բարդ ճանապարհի ֆոնին շարունակել մնալ ու հավատալ ընտրանուն տղաներին, որպես արդյունք դա կարող է հանգեցնել ազգային հավաքականի նկատմամբ հուսահատության ու առհասարակ հետագայում դու կարող ես աչք փակել նման ավելի դաժան պարտությունների նկատմամբ համակերպվել դրա հետ։ Երևի թե ամենաճիշտ բառը հենց դա է։ Մենք չպետք է համակերպվենք պարտությունների դառը այս շարքի հետ։ Գնանք առաջ ու փորձենք ամփոփել նախորդ շաբաթը։ Որքան էլ որ բարդ ու դժվար է ինձ համար, բայց ես պետք է նախորդ շաբաթվա իրադարձությունների ամփոփագիրը ներկայացնեմ գլխագրով, որտեղ որ գրած է Կոսովո 5 Հայաստան 2։ Այդ թեման գլխավորն է, հիմնականը, եւ ցավալիորեն այնպես է ստացվել, որ այս բարդ պատմությունը պետք է ինչ որ մի եզրահանգում ստանա եւ մեկնաբանություն ստանա։ Չնայած գիտեք, ես կարծում եմ, որ ազգային ընտրանու գլխավոր մարշչի դերը ստանձնած Ջոն Վան Սխիպի դեպքում մենք ունենք շատ լավ խոսնակ, հանձին հենց գլխավոր մարշչի։ Նա իր նախախաղային թե հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում շատ պարզ հասկանալի լեզվով բացատրում է, թե ինչու է եկել մեր հավաքական, ինչ է տեսնում, ինչ է պատահել եւ ինչ եղավ։ Ասել է, թե նա իր խոսքերում ազնիվ է ամբողջությամբ։ Եթե մենք փորձենք ամփոփել խաղը եւ արդեն սպասվող դիմակայությունը Չեռնոգորիայի հետ հենց Ջոն Վան Սխիպի խոսքերով, թերևս կստացվի հետևյալը։ Նախ եւ առաջ, եթե անդրադառնում ենք նախախաղային մամուլի ասուլիսին, Կոսովոյից առաջ, հոլանդացի մասնագետը ներկայացրեց ամբողջ պատմությունը, թե ինչ է պատահել, օրինակ նույն Լուկաս Սելարայանի դեպքում։ Ասաց, որ կապ փորձել են հաստատել, եղել են զանգեր, այստեղ ես փորձում եմ նրա հենց պատմածը հակիրճ ներկայացնել, արդյունքում մարշչական ստաբի իսպանախոս ներկայացուցիչներից չմասնավորեցրեց, թե ում մասին է խոսքը, հնարավորություն ունեցավ վերջը խոսալու Լուկասի հետ, Լուկասն ասեց, որ կներեք, բայց չէ, ես ուզում եմ հանգստանալ եւ չեմ կարող հիմա ձեզ օգնել։ Կօգնեմ երբ, միանշանակ չի ասել կօգնեմ առհասարակ, դա էլ այդտեղից մենք առանձնապես շատ բան չենք հասկանում։ Վան Սխիպն էլ ինքն էլ իր խոսքում ընդգծեց, որ այդ մոտեցումը իր համար գոնե անընդունելի է։ Չպետք է ֆուտբոլիստը պարզապես ասի, ցանկանա կամ, չգիտեմ, այլ ինչ-որ ձևակերպում տա իր պատկերացումներին, թե ինչպես է տեսնում իր աջակցությունն ու մասնակցությունը հավաքականին ու միջազգային ելույթներում իր մասնակցության մասին է, եթե խոսքը գնում։ Խոսք գնաց արդեն Չեռնոգորիայի հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ, նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանից եւ Խորիկից Բայրամյան
եւ եթե նմանատիպ կապ հաստատելու առումով նմանատիպ խնդրի առնչվել էին նաեւ Նորբերտոյի հետ եւ այս պահին միանշանակ է որ նա չի միացելու, չի միանալու, ապա խորիկի պարագայում նա ընդգծեց, որ տեսնում է նրան, նրա հորիզոնում է խորիկի խաղը Ռոստովում, սակայն այն թե ինչ կարող է նա անել Բայրամյանը նրանք գիտեն, սակայն դրա կարիքը այս պահին չունեն խաղադաշտում, քանի որ այդ դիրքում կան այլ կատարողներ ավելի հարմար այն սխեմայի համար, որի շուրջ փորձում են աշխատել եւ ինչ որ համակարգ ստեղծել Ջոն Վան Ցխիպը եւ Արոն Վինտերը, ինչպես նաեւ առհասարակ մարշչական շտաբը։ Հիմա եւս մեկ կարևոր թեմա քննադատությունների եւ այս ծանր շրջանի վերաբերյալ մեր գործընկերներից մեկը Ռոբերտո Մարկոսյան հարց տվեց, արդյոք դուք եւ յուրաքանչյուր մասնագետ, որ շատ լուրջ ֆուտբոլային ճանապարհ ունի անցած, չեք կարծում, որ իմիջային խնդիրներ կարող եք ունենալ նման պարտությունների շարքից հետո եւ այլն, եւ հոլանդացի մասնագետը ընդգծեց, որ 60 անցը իր կարիերայի ընթացքում շատ բան է տեսել եւ իր անունը նա վաստակել է շատ ավելի վաղ տարիներ առաջ, դա կոպիտ ասած քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ դա անբեկանելի է, սակայն դրա հետ մեկտեղ նա եւ նրա թիմի որոշումն է գալ ընտրել հավաքականներ, որոնք որ տարբեր խաղամակարդակներ ունեն, տարբեր խնդիրների հետ են առնչվում, նա գիտակցաբար է եկել այդ ընտրությանը եւ այնպես չէ, որ նայում է թե ինչ են խոսում իր շուրջ, ինչ են ասում, ոնց են քննադատում կամ բղավում, նա ունի մեկ նպատակ՝ օգնելու երիտասարդներին կառուցելու խաղ այնպես ինչպես ինքն մարզիչն է պատկերացնում եւ հասնելու արդյունքի։ Հիմա թե արդյոք այս մոտեցման համար խաղաժամանակ նա իրապես ոչ միայն խաղաժամանակ խաղերի առումով, այլ նաեւ մարզումային առումով կստանա թե ոչ, կբավարարի թե ոչ, երևի թե ավելի ճիշտ կլինի այդ բայը օգտագործել, արդյոք այն ժամանակը, որը ունի մարզիչը խաղերից առաջ, խաղերի ընթացքում, խաղերից հետո նաեւ ուսումնասիրությունների, հետազոտությունների եւ ենթադրություններ կազմելու առումով կբավարարի արդյոք, որ մենք ունենանք ինչ որ մի բան, որը կարող է դիմագրավել, դիմակայել Պորտուգալիային, Հունգարիային եւ Իռլանդիային, դա կտեսնենք սեպտեմբերին, այս պահի դրությամբ այն մենք ինչ ունենք մենք մրցունակ չէ եւ կարծում եմ, որ դա բոլորն են հասկանում ցավոք սրտի, այս պահի դրությամբ որոշակի փոփոխություններ, այո, տեղային, թիրախային ինչ որ գործոններ հնարավոր է, որ անգամ նշмарվում են, եթե օրինակ վերցնենք Կոսովոյի հետ խաղի միայն առաջին խաղակեսը կամ մինչև ինքը, ինչպես մարզիչը ասաց, մինչև 60-րդ րոպեն հնարավոր է որոշ կետերում ինչ որ փոքրիկ փոփոխություններ, այո, նշмарվում են, սակայն բոլորին էլ պարզ է, որ ազգային ընտրանին ու առհասարակ այն ամենը, ինչ մենք ունենք, դա 60 րոպեի համար չէ, որ մեզ հարկավոր է, նվազագույնը այն հարկավոր է աշխատի 90 րոպե, որոշ դեպքերում 90 րոպե պլյուս, իսկ առհասարակ այն պետք է աշխատի խաղից խաղ, որոշակի բարելավումներով, թիրախային փոփոխություններով եւ ադապտացիայով այն խաղին, որով որ կարող է մեզ հակադարձել մեր մրցակիցը։ Իսկ մեր մրցակիցները շատ են, կարգով շատ տարբեր ոճի հավաքականներ կան, որոնք որ հեգեմոն ֆուտբոլ են խաղում, նրանք գնդակով շատ լավ են աշխատում, կարող են իրենց կատարողներով այնպես անել, որ դու չկարողանաս ուղղակիորեն շունչ քաշել։ Մենք պետք է ունակ լինենք այդ եւ նմանատիպ ամեն տեսակ ֆուտբոլով մեզ պատասխանող ընտրանիներին պատասխանելու որևէ բան ունենալ։ Այս պահի դրությամբ շատ ավելի համեստ ընտրանիների դեպքում մենք փլուզվում ենք առանց որևէ նախադրյալների ու լուրջ պատճառների։ Եկեք հիմա պարզապես խաղի որոշակի դրվագներ վերհիշենք եւ առաջին հերթին աչքի է զարնում պաշտպանական գծի թերացումները, պաշտպանական գծում խաղացող ֆուտբոլիստների անկարողությունը։
դերևս մեկ սահմանում ինձ մոտ խաղի ընթացքում առաջացավ, որ պետք է խնդրել պաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստներին պաշտպանվել։ Պարզապես նրանք խաղադաշտում իրենց լինելիությամբ դրա հետ մեկտեղ որևէ այլ բանով զբաղված չէին։ Նրանք ապահովում էին մեկնարկային 11-ի քանակը եւ առհասարակ տպավորություն էր, որ երբևիցե ֆուտբոլային աշխարհում հավաքականների մակարդակով եղած ամենահեշտ պաշտպանական գիծն է ճեղքելու, հարձակվելու, առհասարակ մարզվելու համար։ Այդպիսի տպավորություն էր ստեղծվում, այն անճար իրավիճակները, որոնք որ հայտնվում էին, որոնք որ ստեղծվում էին մեր պաշտպանությունում, եւ թվում է թե հենց այս ֆուտբոլիստներն են, որ ամենաշատն են զգացել խաղի շունչը, խաղային պրակտիկա ունեն եւ հենց նրանք պետք է կարողանային ապահովել այն, ինչ ցանկանում էր գլխավոր մարզիչը։ Խոսքը Գյորգի Հարությունյանի մասին է, որը հանդես է գալիս Հունգարիայում Պուշկաշ ակադեմիայում, եւ Սերգեյ Մուրադյանի, որը Նոայի անփոխարինելի կարելի ասել կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Խաղային պրակտիկա ունեն, այո, չես ասի, որ Հայաստանի առաջնությունը դա իր կարգով ամենաբարձրն է, որը կարող է ունենալ ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում, ոչ, բայց խաղային պրակտիկան միանշանակ շատ կարևոր է։ Այդ ամենը ուներ Սերգեյ Մուրադյանը, նրան մենք տեսել ենք ֆանտաստիկ խաղեր անցկացնելիս, նրա որակները մենք գիտենք եւ մեր ակնկալիքները այն էր, որ նվազագույնը այդ պլանկա են ասում, թող լինի հայև շատ ավելի հայեցի նշաձողից ցածր նա չի իջնի, սակայն այդ խաղում նրա խաղը մեղմ ասած կաղում էր, նրան մենք դաշտում ըստ էության չենք տեսնում Գյորգիի հետ միասին, դաշտի կենտրոնում պաշտպանությունում առհասարակ կրկնեմ, իմ նախկին միտքը տպավորություն էր, որ մրցակիցը կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է։ Դրանցից մեկը մի դրվագ, որտեղ որ Կամոնով մտել էր փոխարինման, ոչ այդքան հաջող եւ հեռու հեռացրեց գնդակը, բայց ամեն դեպքում Կամոն իր գործի իր հատվածը արեց, գնդակը հեռացավ, Տուգանային հրապարակի մատույցներ, դրանից մի քանի մետր հենց կենտրոնով մի քանի մետր այն կողմ, սակայն մի անգամից գրոհը շարունակվեց եւ երկրորդ շնչով պարզապես տեսնում ես սեփական Տուգանային հրապարակում փակված եւ ստատիկ դրության մեջ կանգնած պաշտպանական գծի ֆուտբոլիստների, առհասարակ ֆուտբոլիստների մեր հավաքականի նմանները 5-ն ու 6-ն էին, որոնք որ որևէ շարժում չկատարեցին դեպի գնդակը փակելու այդ հարվածը եւ այն անարգել հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասում։ Իսկ խաղի վերջնամասում այդ երկու գոլերը, որոնք որ ձևակերպեցին հանդիպման վերջնական հաշիվը, այն ինչ մենք ունենք 5-2, տպավորություն էր, որ երկու տարբեր հավաքականների մասին է խոսքը, որը որ հնարավոր է պաշտպանական գծում թերացումներով, բայց խաղում էր առաջին խաղակեսում ի հաշիվ հարձակման գծի եւ առաջ միտված այդ ֆուտբոլիստների ստեղծագործական միտք կար այո արչեվի գծում եւ նրանք փոխհատուցում էին այն որոշակի սխալներն ու բացթողումները, որոնք որ կային պաշտպանության գծում եւ պլյուս ինչպես ասում են պաշտպանության գծի վերջին խաղացողն էլ վերջի վերջո դարպասապահն էր, որն իր հերթին ի հակադրություն պաշտպանների շատ ավելի լավ էր հանդես գալի Հենրի Ավագյանին ծափեր միանշանակ, որովհետև ինչպես իրենք Կոսովոյի ալբանացի լրագրողներն էին նկատել, եթե չլիներ դարպասապահը, կարող էին նրանք անգամ օրինակ 10-2 հաշվով հաղթել։ Շատ լավ է, որ այդպես տեղի չունեցավ, բայց մենք չպետք է նման բաների մասին խոսենք, չնայած եւ հասկանում ես, որ այդ պնդումների հիմքում ռացիոնալ միտք կա եւ կրկնում եմ, առաջին խաղակեսում, եթե ամեն ինչ ընկալելի էր, այո սխալները կային, բայց լավ էր գործում դարպասապահը, այո խնդիրներ կան համագործակցության, բայց արչեվի գծում կան ֆուտբոլիստներ ու կատարողներ, որոնք գիտեն թե ինչ պետք է անեն եւ շնորհիվ դրա մենք առաջին խաղակեսը ավարտում ենք 2-1 հաշվով, բայց այն ինչ տեղի է ունենում երկրորդ կեսում, այն դեպքում, երբ դաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստներ, որոնք որ թարմ են, նոր են եւ պետք է օգնեն այդ նույն տեմպը պահել,
օգնեն, որպեսզի մյուսները հանգստանան, օգնեն, որպեսզի մենք կարողանանք գնդակ վերահսկել եւ խաղը տանել, շարունակել այս տրամաբանական գծով, պարզվում է, որ այդ ամեն ինչը գնում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Տրամաբանական քայլեր ես դու անում դեպի այս ուղղությամբ, բայց բանից պարզվում է, որ ամբողջ տրամաբանական շղթան գնում է այս ուղղությամբ, կրկնում եմ, տրամաբանական որևէ բացատրություն այստեղ ես չեմ տեսնում։ Ցավոք սրտի այդ հաշիվը հերթական խոշորն էր Ջոն Վան Սխիպի համար, հոլանդացի մասնագետի համար, որը որ շատ ծանր շրջանում, ինչպես ինքն է պնդում, գիտակցաբար եկել է ընտրել այս հավաքականը, նա հասկանում է, թե ինչ է տեղի ունենում եւ ինչպես կարող է շտկել իրավիճակը։ Հուսանք, որ այս եթերը, երբ մենք ձայնագրում ենք, հիմա ցավոք սրտի մենք չենք կարող դիտել, Չեռնոգորիայի հետ հանդիպումը, քանի որ երկուշաբթի օրը առավոտյան ենք գրում, այնտեղի կունենա ժամեր անց եւ հետգրությամբ կամ կանխատեսումներ անել անիմաստ է, երկրորդ խաղը արդեն տեղի ունեցած կլինի, երբ մեր այս եթերը կհայտնվի ձեր աչքի առջև, ձեր դատին կներկայացվի Sport podcast-ի այս հատվածը, երբ որ մենք խոսելու ենք Չեռնոգորիայի հետ կայանալիք խաղի մասին, ես կցանկանայի անդրադառնալ մեկ այլ տրամաբանական շղթայի շրջանակներում, մասնավորապես եկեք նախ եւ առաջ ընկալենք ինչ է իրենից ներկայացնում Չեռնոգորիան։ Այն իրենից շատ ֆուտբոլային երկիր է ներկայացնում, քանի որ մաս է կազմում էլ հսկայական ֆուտբոլային գերտերության Հարավսլավիայի մասին է խոսքը, տվել է եւ շարունակում է տալ մեծ աստղեր, սակայն Չեռնոգորիայի հավաքականը նույնպես եղել է շատ ուժեղ ճգնաժամային շրջանում, նույն նախորդ տարի նա ունեցել է 7 խաղերից կազմված, բացառապես պարտություններից կազմված շարք է ունեցել եւ խորվատ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկու համար ուղղակիորեն գերբարդ խնդիր էր դրված ինչ որ մի բան ստանալ, ինչ որ գնով։ Տևական ժամանակ պարտությունի հետևից եւ վերջապես նախորդ տարվա վերջին ամիսների ընթացքում նրանք ունեին հանդիպում ընդդեմ Թուրքիայի, Թուրքիան, որով որ շարքային հավաքականների թվին առհասարակ չի պատկանում, նրանք 3-1 հաշվով տոնեցին հաղթանակ եւ դրանից հետո ավելի համեստ ընտրանիների Ջիբրալթարին եւ Ֆարերյան կղզիներին կարծես թե կարողացան պարտության մատնել եւ վերգտան այն թե ինչ է նշանակում առհասարակ հաղթել, ինչ է նշանակում առհասարակ հավաքականի խաղը բերել իրեն հարիր մակարդակի։ Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումների պատմական այսպես շարքում մենք ունենք շատ մեծ ու հաճելի հիշողություններ, մասնավորապես իմ անունն ու ազգանունը կրող շատերի համար ու շատերի կողմից շատ սիրված մեր ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի կատարմամբ այդ քամբեքը երբևիցե չի մոռացվի, դա հայկական ֆուտբոլի անթոլոգիայում առանձին եւ ֆանտաստիկ հաղթանակների շարքին է դասվում եւ այդ հիշողությունները մենք այնպես պետք է անենք, որ այս գալիք կայանալիք ընկերական խաղում չխամրեն, չկորչեն, դեռ ավելին պետք է ինչ-որ մի հատ դրական նոտայով վերջի վերջո մենք շրջենք այս բարդ էջերը, թերթերը եւ պարզ աչքով հույս ունեցող, որի մեջ հույսեր կան, այդ աչքերը, որ նայում ես, տեսնես հույս դեպի ապագան, դեպի սեպտեմբերյան դիմակայությունները, որտեղ որ ուղղակիորեն մեծ ֆուտբոլային քննություններ են մեզ սպասվում։ Մենք չպետք է այդ քննություններին ներկայանանք պարզապես ներկա ստանալու համար, չէ որ մեր ընտրանին դրան արժանի չէ պատմականորեն մենք որքան էլ որ թույլ խնդրահարույց շրջաններ ունեցել ենք, բայց պատվախնդիր ֆուտբոլ խաղացել ենք։ Տղաները միշտ էլ անգամ Գերմանիայի հետ խոշոր հաշվով պարտությունը 90-ականներին այնպես չէ, որ մեր հավաքականը միշտ եղել է սենց կատարյալ ինչ որ
պարտության մուշօրինակ ոչ եթե կան այդպիսիք ովքեր որ չեն տեսել այդ խաղը առաջարկում եմ համացանցում հասանելի է 90-ականների մեր ընտրանու խաղը դիտեք տեսեք թե արդյոք Գերմանիայի դեմ խաղում այն պահերը անգամ որոնք որ ունենում ենք որոնք որ եթե կարողանայինք իրացնել ընդհանրապես այլ հաշվով կարող էր ավարտվել ու հետագայում էլ նույն Պորտուգալիայի ընտրանու հետ որի հետ հերթական անգամ հանդիպելու ենք մենք միշտ խաղացել ենք պատվախնդիր արժանի ֆուտբոլ Եվ այդ հավաքականների հետ եւս մեկ անգամ մենք շանս ենք ունենալու հանդիպելու։ Նույն Իռլանդիայի մասին է խոսքը, որին նաեւ հաղթել ենք վերջին շրջանում, ոչ վաղ անցյալում։ Եվ մենք պետք է կարողանանք վերգտնել այդ որակները նոր մարշչի տրամաբանությունը մեր հավաքականի տղաները եթե հասկանան, եթե կարողանան ինչ-որ գործիքակազմի կիրառմամբ դա տեղավորեն ֆուտբոլի այն գաղափարախոսության մեջ, որը որ ցանկանում է տեսնել Ջոն Վան Ցխիպը եւ իր մարշչական շտաբը, վստահ եմ, որ ինչ որ մի բան մեզ մոտ կստացվի։ Սակայն կրկնում եմ, այդ ամեն ինչը պետք է տեղի ունենա Չեռնագորիայի հետ խաղի մեկնարկային սուլիչից սկսված եւ այս պայդրությամբ ինչ ես ասում եմ ցավոք սրտի այս մեկնակետում ես չեմ կարող ասել թե այդտեղ ինչ է տեղի ունեցել, որպեսի ընկալեմ արդյոք սեպտեմբերյան դիմակայություններում ինչ որ դրական նոտա առհասարակ մեզ սպասվում է թե ոչ։ Իսկ Պորտուգալիայի մասին խոսելիս մենք պետք է անդրադառնանք ազգերի լիգայի վերջին խաղարկության եզրափակիչ դիմակայությանը, որտեղ որ ասելու ֆուտբոլային աշխարհին առհասարակ ասելու շատ բան ունեին թե իսպանացիները, թե պորտուգալացիները եւ հիրավի Պիրինեյան թերակղզի ներկայացնող այդ երկու ֆուտբոլային գերտերությունները իսկական ներկայացում ցույց տվեցին, խաղացին այն ֆուտբոլը, որը մշտապես նրանց հատուկ է եղել եւ առհասարակ այդ երկու ազգերի պատմական հակամարտությունը տեղափոխելով վերջին տասնամյակների ընթացքում ֆուտբոլ մենք մեկը մյուսի հետևից տեսնում ենք ձեռագրերի հակամարտություն ֆուտբոլային ոճի առհասարակ ֆուտբոլ խաղին մոտեցումների մեծ հաշվով հակամարտություն ենք տեսնում եւ ըստ էության նաեւ կարող եմ ասել որ մի հատվածից Եվրոպայի իրար այդքան նման բայց այդքան տարբեր ֆուտբոլային փիլիսոփայություններ որոնք որ կենսունակ են առհասարակ ամբողջ աշխարհով ամեն տեղ ամեն երկրում խաղում են թե իսպանացիներ եւ նրանք գլխավոր ու առաջնային կատարողներն են եւ թե պորտուգալացիներ որոնք որպես մասնագետներ ֆուտբոլային աշխատում են ամբողջ աշխարհում նրանց խաղացողները եւ պորտուգալացի ֆուտբոլիստները ամենուրեք են կարճ ասած երկու ֆուտբոլային գերտերության գերհանդիպում հետաքրքիր, որը արդյունքում ավարտվեց հավաքականների մակարդակով վերջին շրջանում Պորտուգալիայի ընտրանու երրորդ մեծ նվաճմամբ այդ խաղի մասին նաև հաշվի առնելով, որ մենք ոչ հեռու ապագայում հանդիպում ունենք հենց Պորտուգալիայի ընտրանու հետ, ցանկանում եմ խոսենք հենց ազգերի լիգայի այս եզրափակիչ դիմակայության մասին, սակայն առանձին։ Ազգերի լիգայի խաղարկությունում մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցան կիսաեզրափակիչ դիմակայությունները, ապա եւ գործը հասավ երրորդ տեղին եւ եզրափակչին։ Երրորդ տեղի մասին շատ բան ասել չեմ ցանկանում, այստեղ Ֆրանսիան 2-0 հաշվով պարտության մատնեց Գերմանիային։ Այդքանով մենք ամփոփենք եւ մի կողմ դնենք։ Ֆրանսիան մինչ այդ գերդրամատիկ թրիլերային սցենարով խաղում 5-4 հաշվով զիջել էր իսպանացիներին եւ իսպանական երիտասարդ ավյունը տեղափոխվել ասել էր մինչեւ եզրափակիչ, որտեղ նրան դիմակայելու էր նույնպես երիտասարդացված եւ ջահել ջիվան ֆուտբոլիստներով հարստացված, բայց եւ փորձառու կորիզ ունեցող պորտուգալացիներով։ Հիմա այս երկու քիչ առաջ ինչ ասացի ուժի մեջ է, պորտուգալա-իսպանական դիմակայության մեջ կա մի հետաքրքիր կողմ եւ դա այն է, որ օրինակ նույն պորտուգալացիները, որոնք որ ոտից գլուխ գիտեն Իսպանիային, հասկանում են ինչ կարող է հակադարձել, ինչ կարող է անել Իսպանիան այդ ուժը անգամ տեսնելով ու զգալով
նրանք իրենց վստահ են զգում իրենց կիսադաշտում, այդ թվում եւ պաշտպանվելիս եւ պատրաստ են դրան դիմագրավելու։ Եզրերը ասել թե ուժեղ են Իսպանիայի կնշանակի ասել ոչինչ։ Երևի թե մեկ ֆուտբոլիստ կա հարձակման գծի կենտրոնում, մասնավորապես Մորատան, որի այդտեղ խաղալու տրամաբանությունը այդպես էլ ես չեմ հասկանում։ Իմ գործընկերներից մեկը նաև ընկերը մի շատ ֆանտաստիկ ձևակերպում տվեց, ասելով, որ այնպիսի տպավորություն է, որ Մորատան ծանոթով է խաղում Իսպանիայի հավաքականում։ Եվ հաշվի առնելով Յամալի եւ Նիկո Վիլյամսի ներկայությունը, այո, մի տեսակ ակնհայտ թույլ է երևում նրանց ֆոնին Ալվարո Մորատան։ Սակայն Ալվարո Մորատայի մասին չէ այս ամբողջ խոսքը, թե ինտրոն, այսպես ասեմ, թե առհասարակ այս դիմակայությունը Ալվարո Մորատայի մասին չէ առհասարակ։ Պորտուգալացիները հասկանալով իսպանական կողմի ուժը, նրանք լրիվ օքեյ էին, ինչպես ասում են, լինելու այդ խաղում երկրորդ դերերում, բայց եւ մշտապես ունակ պատասխանելու իսպանացիներին։ Եվ այդպես էլ սցենարային գիծը կարծես թե գրված էր։ Իսպանիան բացում է հաշիվը, Պորտուգալիան հավասարեցնում, Իսպանիան նորից առավելություն է ստանում, Պորտուգալիան նորից հավասարեցնում, իդեպ 40-ամյա Քրիստիանո Ռոնալդոյի ջանքերով։ Քրիստիանո Ռոնալդոն նաև փոխարինվեց նաև Յամալը։ Յամալի փոխարինումը Իսպանիայի գլխավոր մարզիչ Դե լա Ֆուենտեն մեկնաբանեց, որ մեզ պետք էին այդ եզրում առողջ թարմ ոտքեր, ավելի շատ երևի թե ոչ թե առողջ, այլ հենց թարմ ոտքեր, քանի որ ճիշտ հասկացեք, ճնշումը շատ մեծ է 17-ամյա տղայի համար եւ նրան փոխարինեցին, իսկ նրա դիմաց խաղում էր մի ֆուտբոլիստ Նունո Մենդեշը, որը հանդես է գալիս Paris Saint-Germain-ում եւ պետք է ասել, որ այս եզրային պաշտպանը իր հատվածում կարողացավ անել առավելագույնը եւ չնայած նման, որ Լամին Յամալը մի քանի դրվագում պարզապես սեփական կատարողականի սեփական մտքի ճկունության հաշվին կարողացավ հարվածային դուրս գալ, բայց դա այն չէր ու այն ինտենսիվությունը չէր, որ պետք է Իսպանիան ակնկալեր աջ եզրից։ Դրա փոխարեն հնարավորություններ էր ստանում Նիկո Վիլյամսը, հասկանալով ու զգալով, որ Նունո Մենդեշը ուղղակիորեն ֆանտաստիկ հանդիպումներից մեկն է անցկացնում։ Նա դեմ առ դեմ արճակատվել էր Լամին Յամալի հետ եւ չես ասի, որ 22 եւ 17 տարեկան ֆուտբոլիստների միջև տարիքային տարբերությունը մեծ է, սակայն այս դեպքում մի փոքր ավելի խաղային առումով ավելի շատ փորձ ունեցող Նունո Մենդեշը այդ պատասխանատվությունը վերցնելով ամբողջությամբ իր վրա կարողացավ անել այն, ինչ թվում էր անհնար։ Իսպանիայի դիմակայությունում ամենաբարձր գնահատականներից մեկը ստացողների շարքում էր, որոշ տեղերում նաև լավագույնը, իսկ Քրիստիանո Ռոնալդոն իր ընտրանու հետ միասին կարողանում է հավաքականին ապահովել երրորդ մեծ տիտղոսը միջազգային։ Իդեպ Պորտուգալիան այս կերպ նաև դարձավ առաջին հավաքականը, որը նոր ստեղծված ազգերի լիգայի մրցաշարում կարողանում է երկրորդ անգամ տիրանալ այդ արդեն կարելի է այդպես էլ ասել բաղձալի գավաթին, տրամադրությունները երբ տեսնում է իր ֆուտբոլիստների աչքերում այդ ուրախությունը, այն տխրությունը նաև իսպանացիների կողմից հասկանում ես, որ այդուհանդերձ UEFA-ն կարողացել է ազգերի լիգայից ստանալ այն, ինչ ցանկանում էր մեծ հաշվով ընկերական խաղերի փոխարեն ստեղծվեց մի մրցաշար, որը իր շուրջ իրոք եվրոպական այդ ֆուտբոլի կոլորիտը ստացավ, կարևորությունն ու նշանակությունը նույնպես, հավաքականներն արդեն հասկանում են այն ինչ է տալիս, ինչ հնարավորություններ բացում իր բոլոր դիվիզիոններով, լինի դա B-ն, C-ն, թե D-ն։ Մենք էլ մեր հերթին մեր ճանապարհն ենք հաճախ ուրվագծում, արդյոք մեզ պետք է հայտնվել B-ում, թե C-ում, այսինքն ազգերի լիգան իր ամբողջության մեջ ստացել է այն տեսքը, որը որ պետք է ստանար, եւ վստահ եմ, որ UEFA-ում հենց այդպես էլ պատկերացնում են։ Իդեպ
դրամատուրգիայի տեսանկյունից հետաքրքիր է ստացվում, որ փոխարինման դուրս գալով եւ խաղը հասցնելով լրացուցիչ խաղակեսեր, հետո արդեն մինչեւ 11 մետրանոց հարվածաշար իր կարիերայի ընթացքում սա առաջին անգամը չէ, երբ որ Կրիստիանո Ռոնալդոյի խաղանկերները հենց նրա փոխարեն ինչ-որ չափով ապահովում են այդ մեծ տիտղոսը շատերդ վստահ եմ կհիշեք, որ Եվրոպայի առաջնության եզրափակում այնտեղ ընդհանրապես Կրիստիանո Ռոնալդոն չկարողացավ խաղալ ստացած վնասվածքի պատճառով, կաղալով եւ նա գլխավոր մարշի հետ միասին փոխարինողների նստարանի դիմաց մինչեւ անգամ խաղադաշտն հասնում էր հրահանգներ տալիս խաղանկերներին փոցում բացատրել թե մաշչի թե իր պատկերացումները թե ինչ պետք է տեղի ունենա դաշտում այս անգամ էլ եւս նա պարզապես կողքից դիտորդի կարգավիճակում էր եւ նրա խաղանկերները ինչպես ասում են արդարացրեցին սպասումները Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում շատ ավելի պինդ նյարդերով էր եւ հնարավոր է որ դա գալիս է հենց այն տրամաբանությունից, որի մասին մենք խոսեցինք Պորտուգալիան խաղին, այս վճռորոշ խաղին մոտենում էր հավաքականի կարգավիճակով, որը պատրաստ է առավելությունն ու գնդակը կատարողների նաեւ արկայության առումով սա անկալելի է, որ Իսպանիան նման ֆուտբոլիստներով չի կարող խաղալ պարզապես առանց գնդակի եւ դու հոժարակամ ընկալելով այդ հնարավոր առավելությունը, որը որ քո արժև դու տեսնելու ես հենց քո դիմաց նույն խաղադաշտում, դու մենտալ պատրաստ ես մտնում խոտածածկ ունակ հասկանալու եւ պատրաստ սпасելու մինչեւ դու կստանաս քո պահը, մինչեւ դու քո խաղանկերներին հավատալով նրանք կիրացնեն այդ դրվագները եւ դու կստանաս այն ինչի արժանի ես։ Իսկ Պորտուգալիան հենց դա ստացավ, խաղը հասցնելով մինչև 11 մետրանոց հարվածաշար եւ կրկնում եմ այստեղ արդեն նյարդերի պայքարի պայմաններում նրանք ավելի դիպուկ գտնվեցին։ Նրանց կարելի է շնորհավորել։ Նրանք երկրորդ անգամ են տիրանում ազգերի լիգայի գավաթին եւ կարելի է ասել, որ եվրոպական ու նաեւ համաշխարհային ֆուտբոլում մենք ունենք մի ընտրանի, որը չնայած կարող է տվյալ դիմակայությունում չլինել հաղթողի հնարավոր հիմնական հավակնորդը, այդուհանդերձ նա գլոբալ առումով թե աշխարհի առաջնությունում, թե Եվրոպայի առաջնությունում գնում է միայն հաղթելու։ Հետո ինչ որ նա միշտ չէ, որ այդ առումով հաջողել է, հատկապես եթե մենք խոսում ենք աշխարհի առաջնությունների մասին։ Ես խորհուրդ եմ տալի բոլորին այս սերունդը Բրունո Ֆերնանդեշի Նունո Մենդեշի, Վիտինիայի, Ռաֆայել Լյաոյի եւ նրանց գլխավորությամբ իրենց գլխավոր եւ թագավոր աստղի, Կրիստիանո Ռոնալդոյի առումով ոչ ոք չպետք է աչք փակի, սա մի հավաքական է, որը գնում է մեծ համաշխարհային տիտղոսի հետևից։ Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնությունը կարող է նաեւ դրա էջերից մեկը լինել հնարավոր է օրինակ ես չգիտես ինչու, բայց տեսնում եմ, որ նման ֆուտբոլը կարող է իրեն արդարացնել անգամ աշխարհի առաջնության մակարդակում, տեսնում ենք, որ դա աշխատում է Եվրոպայում, ինչու՞ չէ, դա կարող է նաև գալիք աշխարհի առաջնությունում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում աշխատել։ Իր հերթին, եթե վերադառնանք մեր նախորդ թեմաներին, քանի որ այս երկու մրցաշարերն ու հավաքականները փորձեցինք մենք կապել, խոսքը ոչ թե Իսպանիայի ու Պորտուգալիայի մասին, այլ Հայաստանի հավաքականի եւ Պորտուգալիայի մասին է։ Սեպտեմբերի 6-ին մենք հանդիպելու ենք Պորտուգալիայի ընտրանու հետ։ Միանշանակ բարդ է լինելու։ Միանշանակ այդ խաղում մենք լինելու ենք երկրորդը, բայց կա ձև եւ կա մոտեցում, թե ինչպես կարելի է լինել հաղթողի եւ հաջողության հավակնորդի երկրորդ թեկնածուն։ Դա մեզ սովորացնում է հենց ինքը Պորտուգալիան, լինելով որոշակիորեն եւ որոշ կետային առումներով ավելի համեստ, քան մյուս եվրոպական ընտրանիները, քան Ֆրանսիան, քան Գերմանիան ու Անգլիան, Իսպանիան, Իտալիան։ Իտալիայի մասին չնայած վերջի շրջանում առհասարակ կարելի է այլ տրամաբանական շղթայի շրջանակներում խոսել, քանի որ նրանց մոտ նույնպես մեծագույն ճգնաժամի շրջան է։ Նրանցից էլ երևի թե մենք շատ բան ունենք սովորելու, բայց Պորտուգալիան որպես մրցակից, որը հենց մենք ունենալու ենք եւ փորձելու ենք դիմագրավել, մենք շատ բան նրա խաղից եւ նրանց մոտեցումներից պետք է սովորենք, այնպես որ հուսանք, որ Չեռնոգորիայի հետ դիմակայությունը մեզ համար
դրական առումով որևէ փոփոխություն կբերի եւ այս մարզչական շտաբը կկարողանա տրամադրվել գալիք ել ավելի պատասխանատու դիմակայություններին։ Նախորդ շաբաթների ընթացքում մենք այստեղ ունեցանք հյուր Անի Ամիրախյանը, որը ոչ վաղ անցյալում մեր երբևիցե ամենաբարձր դասակարգում ունեցած թենիսիստուհին էր։ Խոսեցինք թենիսի մասին եւ պետք է ընդգծեմ ու խոստովանեմ նաեւ, որ այնպես չէ, որ Sport Podcast Թեթանոսի հետի շրջանակներում միշտ է որ թենիսը իր տեղն է ունենում կամ ամեն շաբաթ է որ մենք խոսում ենք այս թեմայով։ Այնպես որ թենիսը հիմա հայտարարում են, որ վերադարձավ եւ վերադարձավ գլոբալ առումով մի շատ հետաքրքիր գլխագրի շրջանակներում, մասնավորապես Ռոլան Գարոսի մեծ աղավարտի հերթական ու թերևս ամենահետաքրքիր մրցաշարերից մեկը տեղի ունեցավ նախորդ շաբաթների ընթացքում։ Մենք միանգամից կորցրեցինք մեր երկու դեսպաններին, թե կանանց, թե տղամարդկանց թենիսում։ Թե Ավանեսյանը կանանց պայքարում միանգամից հենց առաջին փուլում լքեց պայքարը, հաջողության չհասավ նաև Կարեն Խաչանովը։ Չնայած պետք է ասել, որ տարբեր փուլերում չնայած հենց սկզբում մեկնարկում եւ մի փոքր անց նրանք պայքարը լքեցին, այդուհանդերձ ֆրանսիական կորտերում նրանք աջակցությունը զգում էին տեղի հայերի, առասարակ հայերի, ովքեր որ ցանկություն ունեն ներկա գտնվելու Ռոլան Գարոսի պայքարին, աջակցում էին եռագույնները ամենուրեք էին ամենտեղ, նրանք այդ աջակցությունը ստացան։ Մեկ այլ հարց է, որ այդ աջակցությունը նրանց չօգնեց։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր որ թենիսը սիրում են այդ հայկական կողմով, հայկական դրսևորումներով, այդ ամենը ավարտվեց Ռոլան Գարոսի հենց նախնական փուլերում, ամեն ինչ դնենք մի կողմ եւ անդրադառնանք արդեն եզրափակիչներին։ Կանանց պայքարի մասին շատ բան չեմ ցանկանում ասել, քանի որ եզրափակիչը չեմ դիտել Կոկո Գաուֆի եւ Սաբալենկայի միջև, բայց Բելարուս թենիսիստուհին իր ուրախությամբ իր ժպտադեմ այդ կերպարով միշտ էլ հաճելի ինչ որ աուրա է կառուցում կանանց թենիսի աշխարհում, այստեղ ցավոք նա չհաջողեց եւ չնայած նրան, որ առաջին սեթում հաղթանակ էր տոնել, հաջորդ երկու սեթերում Կոկո Գաուֆը կարողացավ վերջնական հաջողության հասնել եւ հաղթել։ Դա ասենց ամփոփեցինք, դրեցինք մի կողմ, քանի որ գլխավոր հետաքրքրությունը, որը առաջացրեց այս մրցաշարը, իհարկե եզրափակչի շուրջ էր։ Կիսաեզրափակչում ավելի վաղ Յանիկ Սինները գերբարդ եւ դրամատիկ խաղում հաղթեց բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր, շատերի համար բոլոր ժամանակների ամենաուժեղ թենիսիստին Նովակ Ջոկովիչին։ Այո, շատերը վիճարկում են, բայց փաստացի մեկ բան է ճշմարիտ, որ ամենատիտղոսակիր թենիսիստն է սերբը։ Դա մի կողմ։ Յանիկ Սինները հաղթեց գերբարդ պայքարում եւ հայտնվեց եզրափակչում, որտեղ որ ժամանակակից թենիսի երկու արդեն կարելի ասել հեգեմոն ուժերի միջև ընթացող պայքարի ականատեսը պետք է լինեին Կարլոս Ալկարասն ընդդեմ Յանիկ Սինների, իսպանացին ընդդեմ իտալացու։ 5 ժամ 32 րոպե։ Մի պահ պատկերացրեք, 5 եզրափակիչ, որը որ տևում է 5 ժամ 32 րոպե։ Պատկերացրեք մի եզրափակիչ, որտեղ որ Յանիկ Սիները առաջին երկու սեթերից հետո հավասար տաժանագիր պայքարում, բայց հաղթում է Կարլոս Ալկարասին։ Ինչ կանի յուրաքանչյուր միջին վիճակագրական մարդ։ Ինձ թվում է յուրաքանչյուր միջին վիճակագրական հայ այդ պահից սկսած արդեն կասի լավ, դե երրորդ սեթն էլ պարտվեմ, ակնհայտ է, որ դիմացինը ինձնից ուժեղ է, տիտղոսը զիջեմ նրան, պատիվ էր արդեն հասել ենք Ռոլան Գարոսի եզրափակիչ, ինչու՞ չէ, երկրորդ տեղն էլ վատ արդյունք չէ, կգնամ տուն, մտերիմներս, բոլոր հարազատներս ինձ կշնորհավորեն։ Այդպես չի մտածում Կարլոս Ալկարասը։ Կարլոս Ալկարասը առհասարակ մինչև վերջ պայքարելու նմուշ օրինակի տեսանկյունից իր առջև միշտ ունեցել է մեկ այլ ֆանտաստիկ իսպանացու Ռաֆայել Նադալին, որքան էլ անտրամաբանական է հնչում, գոնե ինձ համար անտրամաբանական է պատկերացնել, բայց այդ թենիսիստը կարողանում է կերպարանափոխվել
մրցամարտի կեսերում, չգիտեմ ինչու ամենաբարդ հատվածում եւ ասել ճիշտ ասած, գիտեք, ես այս հատվածը անցկացրեցի, սա հաջող շրջան չէր եւ կրկնում եմ խոսքը նույն մրցապայքարի մասին է, հա, երբ այն ընթացքի մեջ է, այլ ոչ թե սա ավարտվեց, ես ինչ որ մի կերպ հաղթեցի, լավ, ես գնում եմ վերանայում մոտեցումներս եւ մոտենում մյուս մրցաշարին կամ մյուս խաղին, ոչ մեկ խաղի ընթացքում նա կարող է պարզապես հետ գալ այն դեպքում, երբ թվում է թե վերջ, ամեն ինչ գնում է դեպի վերջը եւ այդ տղան ցույց է տալիս բոլորին, որ ինքը կամային որակներով նմուշ օրինակ է։ Նմուշ օրինակ է ինձ թվում է ոչ միայն թենիսում, այլ առհասարակ բոլոր այլ մարզաձևերում, անգամ թիմային մարզաձևերի համար այդ կամքի որակները կարող են լավագույն նմուշները լինել։ Ամենաօրինակելի մարզիկներից մեկն է եւ դա այն դեպքում որ չես ասի որ Յանիկ Սիները ամենաթույլ մրցակիցներից մեկն է 2000-ականներին ծնված այս տղաները առհասարակ այս դիմակայությունը պատմական է նաև այդ առումով կրկնում եմ 2000-ականների ծնունդ այս տղաները նվազագույնը գալիք 5 տարիների թենիսի հեգեմոնիայի գագաթնակետերն են ես ուրախ եմ որ այդ հանդիպումը տեսել եմ ապագայում կարող եմ ասել որ իդեպ ես չեմ կարողացել ամբողջ հանդիպումը դիտել ես օրվա մեջ 5 ժամ 32 րոպե մեկ մրցամարտի դիտման համար նախատեսել չէի կարող հատվածաբար մեկ անջատում էի անցնում գործի հասկանում եւ հետեւում թե այնտեղ ինչ է տեղի ունենում եւ նորից վերադառնում էի Կարլոս Ալկարասի այս հաջողությունը կրկնում եմ էլ ավելի ուժեղ է դարձնելու Յանիկ Սիներին ինքը Կարլոսը դառնում է էլ ավելի լեգենդար եւ բոլոր նրանք ովքեր որ կարծում են թե գալիք 5-10 տարիների ընթացքում կհայտնվեն թենիսիստներ, որոնք որ արժանիորեն ձեռնոց կնետեն, հնարավոր է մեկ մրցաշարում, հա, մեծ սաղավարտի մեկ մրցաշարի շրջանակներում, այո, նրանք հաջողեն, բայց մեծ հաշվով ես ներքին վստահություն ունեմ, որ այս զույգը մրցակցությունից դուրս է լինելու։ Նովակ Ջոկովիչը 1-2 տարի հնարավոր է նրանց հետ ինչ որ փորձի ոտ գցել տեղ-տեղ անգամ կարող է հաջողություններ ունենալ, բայց նահանջի այս փուլում նրանք բռնելու են համատեղ Նովակին, գահից զրկելու են, նվազագույնը այս փուլում, մեծարելու են որպես մեծագույն թենիսիստը բոլոր ժամանակների եւ շարժվելու այն ուղղությամբ, որը տանելու է նույն այս սերբ թենիսիստի հաջողության կրկնությանը եւ ինչու՞ չէ մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով փորձելու են նրան գերազանցել դրա հետ մեկտեղ մեծ մրցաշարերի մյուս մրցապայքարներում հաղթանակների եւ հաջողությունների քանակով նրանք միանշանակ է որ մրցունակ են այդ թվում եւ օլիմպիական ոսկու ինչու՞ չէ այսքանն էի ցանկանում ասել ու խոսել թենիսի մասին քանի որ կրկնում եմ պատմական դիմակայություններ սա նոր սերնդի մեծագույն թենիսիստների այն հանդիպումներից էր տևողությամբ որը մտնելու է պատմական այդ դասագրքերի շրջանակներում մշտապես քննարկվելու են իսկ դուք հիշում եք այն առաջիններից մեկն էր երբ որ Յանիկ Սիներն ու Կարլոս Ալկարասը իրար հետ դուրս եկան եւ 5 ժամ 32 րոպեի ընթացքում պարզեցին հաղթողին այսպիսի շաբաթ էինք ունեցել նախորդ շաբաթը կրկնում եմ հարուստ էր բայց գալիք շաբաթը ել ավելի հարուստ է լինելու իրադարձություններով եւ հուսանք որ այս տարին որը անցկացրիք սպորտ ոդքասթի հետ թեմաների առումով մշտապես եղել է հարուստ եւ փորձել է ձեզ ամբողջ ներկապնակը ներկայացնել սպորտային թե համաշխարհային թե հայկական այնպես որ մնացեք Boom TV-ի եթերում սոցիալական ցանցերում լայքեք մեզ subscribe եղեք փորձեք հետևել բաց մի թողեք առասարակ այն կոնտենտը ինչ մենք ձեզ առաջարկում ենք կհանդիպենք գալիք շաբաթ